Եթե նախկինում ձեզ հասցեագրված նամակը կամ ծանրոցը 1-2 օրում եք ստացել, այժմ դրանք ձեզ ավելի արագ կհասնեն։ Օրենքը գսե Երևանի մեջ նամակը պետք է հասնի օր պլյուս 1 եւ շրջանները օր պլյուս 3 եւ ադիգա դոգոսներով է պետք է 95% մինիմում գադարվի հիմա այսօր ես գսեմ 95% գադարվում է բայց մենք ուզենք 100%։ 100% արդյունքի մեջ իրենց ներդրումը կունենան այս նոր մեքենաները։ Հայփոստն առայժմ համալրվել է 25 նոր փոխադրամիջոցով, մինչև 2016 թվականը դրանց թիվը կավելանա։ Հին մեքենաները մասամբ կփոխարինվեն, կավելանան Երևանի եւ Արագածոտնի երթուղիները 50%-ով։ Մեր պլաներով 200 նոր մեքենա պետք է բերնուին, ասիգա առաջին փուլն է եւ ասիգա թողել հնարավորություն տալիս է Հայփոստին շատ ավելի արագ եւ ավելի հստակ ծառայություն մատուցել նամակները թողասնին նամակները եւ զանրոցները թողասնին ադենին եւ որակով։ Արշակ Համբարձումյանը 15 տարի արդեն համակարգում է փորձառու վարորդը, գնահատում է նոր մեքենայի հարմարավետությունը։ Աշխատանքի տեսակետից շարժունակ են փոստերի դիմացները ասենք, որ կարող ես հետ առաջ անել ու շատ հարմար է այդ տեսակետից։ Չինաստանից ներկրված նոր ավտոբուսով Հայփոստի մեքենաների շքերթը դիտելու եկավ երկրի ղեկավարը։ Հայփոստ Trust Manager-ը ներկայացնում է բարեփոխումների ողջ պատկերը։ Բացի մեքենաներից արդիականացման նոր փուլը ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրում, նոր տեխնիկա, աշխատակիցների վերապատրաստում։ Հայփոստի կառավարման նոր մոդելը ձևավորվում է հիմնված արդիականացման մաստեր պլանի վրա։ Առաջին 5 տարիների ընթացքում նախատեսվում է ներդնել $25 միլիոն։ Դինամիկ եւ ճկուն, ասում են պատասխանատուները եւ հավատացնում, նորացված Հայփոստը կապահովի ամենաօպերատիվ կապը երկրի տարածքում եւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անձանց միջև։ Արփինե Թամրազյան, Հայկ Զեյնարյան, Դրաբեր։